Շինարար գյուղ թաղամասի վերակառուցման ծրագրի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 23-ի որոշմամբ տարածքում ճանաչվել է գերակաշահ, ընդունվել է համապատասխան որոշումը, որի հիման վրա կմեկնարկեն և կիրականացվեն տարածքում առկա գույքերի գնահատման և փոխհատուցումների տրամադրման գործընթացները։ Հիշեցնեմ, որ գերակա հանրության գերակաշահերի ապահովման նպատակով, որտեղ օրենքը միշտ կրճատ ենք ասում անվանումը, այս օրենքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել մի շարք կարևորագույն ընթացակարգային փոփոխություններ, որոնք էապես ազդելու են փոխհատուցման գործընթացի վրա և դա վերաբերվում է ինչպես գնահատման պրոցեսին, որովհետև այսուհետ սեփականատերերը իրենք են հնարավորություն ունենալու ընտրել գնահատող ընկերությանը, որը կիրականացնի իրենց գույքի գնահատումը և նաև փոխհատուցման չափին, նախկինում 15% էր գնահատված շուկայական արժեքի վրա հավելում, ներկայումս 30% է, սակայն դա ունի որոշակի նախապայման, առ այն, որ գործընթացի ընթացքում չպետք է խոչընդոտեն նկարագրությունների արձանագրության կազմանը կամ տարածքի ազատման պրոցեսներին, այսինքն կամավոր իրավահարաբերությունների մեջ մտնելու պարագայում անձը կարող է ստանալ շուկայական գնահատված արժեքի մինչև 30% փոխհատուցում։ Շուկայական արժեք գումարած 30%։ Շուկայական արժեք գումարած 30% փոխհատուցում և այս քանի որ օրենքի փոփոխությունների հիման վրա դեռևս կառավարության կողմից պետք է ընդունվեն մի շարք իրավական ակտեր, որոնք ապահովելու են թե նկարագրությունների արձանագրությունների կազմման գործընթացը, թե գնահատման և մնացած այլ պրոցեսները, այս որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը, այսինքն պրոցեսները կմեկնարկեն այդ ամսաթվից հետո։ Շատ լավ, շնորհակալ եմ, իրականում մեզ համար որքան կարևոր է այս ներդրումային ծրագրի իրականացումը, նույնքան կարևոր է մեր բնակիչների շահերի պաշտպանությունը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ապրում են այս թաղամասում, իրենց իրավունքները պետք է պաշտպանված լինեն և մենք, Երևանի քաղաքապետարանը, որպես, այսպես ասած, մի փոքր ավելի անկախ կողմ, պետք է դրա պատասխանատվությունը իր վրա վերցնի, ինչպես և արել է բոլոր մնացած դեպքերում և որևէ պարագայում մենք կողմից ասած բնակչին մենակ չպետք է թողենք այս իրավական խրթին կամ այս դեպքում այդքան էլ խրթին չեն, բայց այնուամենայնիվ ինքը միայնակ չպետք է անցնի այս ճանապարհը, ինքը պետք է վստահ լինի, որ իր կողքին է Երևանի քաղաքապետարանը, այսինքն գնահատողին ինքը պետք է ընտրի, ինքը պետք է վստահ լինի, որ այդ գնահատողը օբյեկտիվ գնահատական կտա շուկայական արժեքի և եթե ինքը ընդհանուր առմամբ տրամաբանության հետ հաշտ է, կարծում եմ մենք էլ պետք է նաև մաքսիմալ աջակցությունը մեր ցուցաբերենք, բայց նույնիսկ եթե հաշտ չի գործընթացի և պրոցեսի հետ, դա չի նշանակում, որ ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, հետևապես պետք է այս բոլոր դեպքերը իհարկե առանձնացնելով, որոշ դեպքերում կլինեն օբյեկտիվ պատճառներ, որոշ դեպքերում կլինեն սուբյեկտիվ պատճառներ, բայց այնուամենայնիվ մարդը պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք, այս ամբողջ գործընթացի ընթացքում, մենք ասելով ենթադրաբար մեր ծիգը։ Այո, ունենալու հենց նկարագրությունների արձանագրության կազմման փուլը, որը գույքի վիճակի գնահատումն է իրենից ներկայացնում և դրա հիման վրա է իրականացվելու հետագա գործընթացները և այդտեղ առանցքային դեր ունի ծիգը, որը հիմա նոր կարգերը ընդունվեն, հասկանանք ինչ առանձնահատկություններ կառավարությունը կսահմանի, ըստ այդմ ձեր ասած տրամաբանությամբ կկազմակերպեն գործընթացը։ Շատ լավ, հաջորդ